Շնորհակալություն շատ Սիելի Ադրինե, այո, համեղ խոհանոցից տեղափոխվում ենք ուժեղների սպորտ։ Ես դարձա Եվրոպայի չեմպիոն եւ Ամերիկայի։ Շատ արագ դարձար։ Եվ այսպես, Հայաստանի powerlifting-ի հավաքականը 2025 մարզական տարվա վերջին հաղթական մրցելույթներն է ունեցել խոշոր մրցաշարում Լեհաստանի Շեդդեց քաղաքում XPC վարկածով powerlifting-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, որին մասնակցում էր 14 երկրի ավելի քան 300 մարզիկների պայքարում։ Մեր հավաքականը տպավորիչ արդյունք գրանցեց, զբաղեցնելով թիմային երկրորդ տեղը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Գագիկ Սարոյանը, Հայաստանի Powerlifting Ֆեդերացիայի նախագահ, Powerlifting-ի միջազգային միության նախագահ, Հայաստանի Powerlifting-ի հավաքականի գլխավոր մարզիչ, դոցենտ, Գոռ Հովհաննիսյանը, Հայաստանի Powerlifting-ի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ Հայկ Աֆյանը, Հայաստանի Powerlifting-ի Ֆեդերացիայի փոխնախագահ, բժիշկ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ես շատ արագ դարձա այս չեմպիոնը, բայց դուք այդպես արագ չէի, որովհետև այս ամեն ինչը լավ մարզումների շնորհիվ է դառնում, հա, հիմա խոսենք ու հասկանանք վերջին այս հաղթանակների մասին։ Շնորհակալություն հրավերի համար։ Այս տարվա մրցույթները թե Եվրոպայի, թե աշխարհի բավականին խոստումնալից էր եւ մեդալների հեղեղով վերադարձանք Հայաստան, բարձրացնելով Հայաստանի դրոշը, հնչեցնելով հիմնը։ Մարզաձևը տարիքային սահմանափակում չունի, ինչի եմ նշում, որովհետև այս տարի ունենք նաև 10 տարեկան մարզիկ եւ ունենք 65 տարեկան մարզիկ։ Օհո։ Այո, իդեմս Ռոբերտ Հովհաննիսյանի։ Իսկ փոքրը Արամայիս Ղազարյանը։ Սուրենը վերջին մրցաշարից է այս մեդալների կրում։ Սուրենի մեդալները մեկը Եվրոպայի առաջնությունն է XPC վարկածով եւ մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներից աշխարհի առաջնության։ Հրաշալի է։ Շատ արագ դարձա այս չեմպիոնը։ Բայց մի կարևոր փաստ նշենք, որ թե Եվրոպայի եւ թե աշխարհի առաջնություններին Հայաստանի մեր հավաքականը զբաղեցել է երկրորդ պատվավոր տեղը։ Մոտ 29 երկրների մրցապայքարում, ինչը իսկույն անհասկանալի ու բարձրագույն արժեք է, որը մենք մշտապես փորձում ենք այդ մակարդակը պահենք ու մեր երկրի պատիվը բարձր պահենք։ Մենք իհարկե շնորհավորում ենք, բայց չենք զարմանում, որովհետև մշտապես մեր տաղավար գալիս եք մեծ հաղթանակներով։ Եվ հիմա, քանի որ 25 թվականի ավարտին ենք մոտենում, ամփոփելով տարին, ինչպիսին էր ձեզ համար եւ ինչ հաղթանակներ գրանցեցիք տարվա կտրվածքով։ Տարին շատ բեղուն էր։ Տարվա ընթացքում մենք թե աշխարհի Եվրոպա եւ թե միջազգային առաջնությունների ենք մասնակցել երկրներում, ինչպես նաեւ եղել են Հայաստանի առաջնությունները թե եռամարտից եւ թե առանձին վարություններից ու բազմաթիվ ռեկորդներ են գրացել։ Եթե խոսենք Հայաստանի առաջնություններից, մեր պատանիները ուղղակի շքեղ մրցելույթներ են ցույց տալիս։ Կոնկրետ վերջում դեկտեմբերի 13-ին եւ 14-ին մենք եզրափակեցինք եղավ VRPF վարկածով Հայաստանի առաջնությունը, որտեղ եղավ 8 պատանիների ռեկորդ, 2 մեծահասակների, ինչը բարձր արդյունք է, դա ցույց է տալիս թե մեր մարզիկների քրտնաջան աշխատանքը եւ թե ճիշտ ուղղվածությամբ աշխատանքը, որը կատարում է ֆեդերացիան։ Իսկ դրսում ինչպես նշեցի, աշխարհի Եվրոպայի առաջնություններում զբաղեցել ենք թիմային երկրորդ տեղը, եղել են բազմաթիվ ռեկորդներ, մեր փոխնախագահ Հայկ Աֆյանը ռեկորդ էր գրանցել Եվրոպայի առաջնությանը ու մի քանի ռեկորդ, ոչ թե մեկը, թե առանձին վարություններից եւ թե եռամարտից եւ օրինակելի իհարկե մրցելույթ է ցույց տվել։ Իսկ աշխարհի առաջնությանը նույնպես բավականին բարձր արդյունքներ են գրանցել, ուղղակի sense կարճ ասեմ, եթե խոսեմ ձեր եղել է Լեհաստանում ենք եղել, Ամերիկայում, Չեխիայում, Իտալիայում, Վրաստանում, նորից այս վերջում արդեն Լեհաստանում ու վերադարձել ենք Հայաստան։ Ես նկատում եմ Սուրենը այս մեդալներով լրիվ փոխվեց, արդեն sense շատ աստղային է իրեն պահում։ Ռեկորդակիր լինելու զգացողությունը ինչպիսին է, ռեկորդակիր լինելը, դա ինչ զգացողություն է։ Զգացողությունը իհարկե շատ հաճելի է, շատ ցանկալի է դա, իրականում հասկանում ես, որ դրա տակ աշխատանք կա տարված ու երբ որ աշխատանքի իր արդյունքը տալիս է, բնականաբար մեծ բավականություն է, ինչպես նշեցին իմ գոլեգաները, այո, առաջնությունները բավականին հագեցված էր այս տարին։ Ես կուզեմ առանձնացնեմ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած առաջնությունը, որ բավականին բուրըն ու հետաքրքիր էր ու ինչով էր տպավորիչ, որ մենք այդ անգամ թիմը մի քիչ ավելի քիչ քանակով էինք գնացել, բայց տեղում բավականին մեծ ջերմ ընդունելություն մեր հանդեպ զգացինք եւ ինչպես ասում հանդիսատեսները նույնպես առանձնացնում էին մեր թիմը, բավականին հաջող էր։ Իմ ձերքին ձեր սերտիֆիկատն է, ռեկորդակիր դառնալու։
Ռեկորդին են մյուսն է, դա աշխարհի։ Ռեկորդը այս մյուսն է։ Դա Ամերիկայինն է։ Փաստերով բոլորը սիրելի հեռուստադիտողներ։ Այո, արձանագրված է ամեն ինչ, այնպես որ բրավո մեր մարզիկներին։ Եկեք հասկանանք 25 այսպես հաղթանակներով ենք ավարտում, 26-ի ակնկալիքները որն են, ինչեր են սպասվում։ Արդյոք տարվա սկիզբը արդեն իսկ մրցումային է լինելու։ Փետրվար ամսից պետք է մասնակցենք բավականին լուրջ մրցաշարի, որը տեղի ունենալու նորից Լեհաստանում, որտեղ արդեն ընդգրկվում է հավաքականի եւ կազմավորում է հավաքականի կազմը, որտեղ կմասնակցեն, կոչվում է ֆեստիվալ, մեծ ֆեստիվալ ուժային մարզաձևերի, եւ մենք հրավեր ենք ստանում, պահանջարկը մեր կա աշխարհում, քանի որ մենք ոչ թե ինձ թվում է, այլ մենք ամենաուժեղներից մեկն ենք աշխարհում եւ Եվրոպայում։ Դրա համար դուք տենում եք տարեվերջյան մեր մեդալների հոսքը դեպի Հայաստան։ Հա։ Ցույց է ոչ ոքի բան չեք թողել ընդեղ։ Որից հետո Իսպանիայում տեղի ունենալու XPC վարկածով Arnold Classic ամենամեծ աշխարհի մրցումը, որտեղ խաղարկվում է ճշացող չլինի $50,000, Որը գալու է Հայաստան։ Որը գալու է Հայաստան։ Դա երբ գալու է Հայաստան։ Ամռանը, հուլիս ամսին։ Ինչ լավ է։ Ես ամառ հուլիսին ազատ եմ եւ կարող եմ գալ, այո։ Չմասնակցելուց բացի լուսաբանել են տենց։ Իսպանիա շատ չանչում իհարկե։ Այդ մրցաշարին պատրաստվում է 1 հոգի, Սպիտակից Ռուդիկ Ավդալյանը, որովհետեւ ինքը բավականին ծանր պարապմունքներ է պահանջվում։ Որից հետո հավաքականը կազմավորվի, կմեկնի նորից Ամերիկա, կմասնակցի աշխարհի առաջնության, նպատակ կա, որ ռեկորդներով կվերադառնանք։ Եվ այդպես շարունակ, Իտալիայում ունենք մրցաշար, Դուբայում ունենք մրցաշար, հովանավորները թող պատրաստվեն մեր, որպեսզի Շատ լավ է ասած։ զիգ պահեն իրաց։ Այո, ինչի՞ չդարա powerlifting-ի։ Ես էլ այսպես աշխարհով մեկ կպծծվեի Դու ու բոլոր շանսերը ունես։ բոլորն ունեմ, չէ՞, նույնիսկ մեդալներ։ Մենք ձեզ կհովանավորենք, եթե դուք ցանկություն կունենաք։ Այդ առումով մեջբերում անեմ, երբեք ուշ չի, որովհետև ինչպես նշեց մեր պարոն Սարոյանը, տարիքային սահմանափակում ընդհանրապես չկա։ Ցանկություն եւ կամք։ Այո, ցանկություն կամք, աշխատասիրություն ու շատ մարզումներ։ Մենք ձեզ մաղթում ենք անսահման հաջողություն։ Գիտեք, միշտ ուրախ ենք ձեզ այստեղ հյուրընկալելու, հաղթանակների համար, մարզումների համար, ինֆորմացիայի համար միշտ պատրաստ ենք այս ամենը լուսաբանելու։ Այնպես որ շնորհակալություն, որ այս առավոտ մեզ մոտ եք, ու շնորհակալություն այս հաղթանակների համար, այս մեդալների համար, մրցանակների համար։ Սպասում ենք ձեզ, այո, եւ էլի։ Եվ հարկ եմ համարում նշել, որ ֆեդերացիան ունի պայմանագիր Արմնադոյի հետ, հակադոպինգային գործակալության հետ, ամեն տարին մի քանի անգամ մեր մարզիկները միջազգային մրցաշարերից առաջ հանձնում են դոպինգ տեստ։ Շատ կարևոր բան։ Շատ կարևոր բան, այո, եւ մեր հայաստանյան առաջնությունների ժամանակ իրենք ներկայ են գտնվում եւ նորից ուժեղագույններից, ռեկորդսմեններից վեկալում են տեստ, որպեսզի ստուգեն մեր մաքրությունը պահենք։ Մենք ազնիվ ենք եւ մեր մարզումներում եւ մեր հաղթանակներում։ Շատ լավ է։ Այն արտահայտությունը, այսինքն որ մի հատ տվել եմ արտահայտությունը, կարծում եմ ուժեղների մոտ շատ էսպես արդիական է։ Երբեք չգնաք նրանց մոտ այդ արտահայտությունն ասելուց հետո, երբ որ կասեն։ Պարզապես վայելեք նրանց հաղթանակները։ Շնորհակալություն ձեզ ու հաջողություններ։ Շնորհակալություն ձեզ։ Դե մարզումները տալիս են հաղթանակներ եւ նաեւ առողջություն։ Մշտապես հետևելով առողջությանը մարզվեք, շատ քայլեք, գնացեք մարզասրաններ կամ պարզապես այցելեք բժիշկներին ուղղակի պրոֆիլակտիկ հետևելու ձեր առողջությանը։ Բժշկական խորհուրդները Սոնա Կլինի հիմա մեր եթեր։